Դուք նշեցիք թիվը, հստակ տարեկան 129,600 Այսինքն ամեն աշխատողը ամսական վճարելու է 12 բաժանած։ Այո։ Իսկ գործատու պարտը մի անգամ ես ասում։ Դուք հարցերը տակ, ես ամբողջական պատասխան։ Գործատու պարտավորում է ինչ-որ վճարում անել առաջի հարցը, գտնվեք գոնե մի քանի ամենատարածված հիվանդությունները կամ իրադարձությունները, որոնք փաթեթի մեջ կներառվեն, եւ արդյոք հիմա մարդիկ չեն գնում բժշկի մինչեւ դանակը ոսկողին չհասնի, հասկանում եք, չէ՞ որ այս փաթեթը մտավ, բոլորը գնալու են բժշկների, ինֆրաստրուկտուրան թեկուզ Երևանում պատրաստ է այդքան հիվանդություններ։ Շնորհակալ եմ, շատ կարևոր տիպուկ հարցեր եք տալիս։ Նախ, այո, այսօր մենք ունենք ծառայություններից թեր օգտվելու խնդիր, որովհետև մարդիկ ունեն ֆինանսական խնդիրներ ծառայություններից օգտվելու։ Բայց ունենք նաև խնդիր, որ մարդիկ երբ որ օգտվում են դանակը ոսկորին հասնելու ժամանակ, այդ ծառայությունների համար մենք վճարում ենք շատ ավելի թանկ։ Այսինքն ըստ էության մեր մոտեցումը նա է, որ ծառայությունները հասանելի լինեն այն ժամանակ, երբ որ դրանք ծախս արդյունավետ են, ավելի պետության եւ մարդու բյուջեի համար այդ ծառայություններից օգտվելը ծախսատար չէ այդքան եւ նպաստել, որ մարդիկ ճիշտ վարքագիծ դրսևորեն իրենց առողջությունը հետևելու համար։ Բոլորը չեն կարող գնալ բժշկի, որովհետև մեր այս տարիների աշխատանքը եւ արված ապահովագրության շրջանակներում գործելակարգերի եւ հստակ ալգորիթմների սահմանումները մեզ տալու են այդ շրջանակները, որ բժշկի գնում են եւ որոշակի ծառայություններ ստանում են այն դեպքում, երբ որ դա ցուցված է բժշկի կողմից, այսինքն անհրաժեշտությունից, կարիքից ելնելով։ Մենք մասնագետներն էլ հաճախ կատակում ենք, որ բան ունենք, երբեմն երկու ծայրահեղ մոտեցումներ ունենք, որ մարդը գնում է բժշկի միայն շտապօգնության միջոցով, երբ որ իսկապես էլ չի կարողանում սիմպտոմները կառավարել, կամ էլ երբ որ մի հատ փռշտում է, այսինքն այս երկու ծայրահեղություններից մենք պիտի գանք ճիշտ վարքագծի։ Այո, բոլոր գլխացավերի եւ մեկ անգամ փռշտալուց MRT հետազոտություն չի նախատեսվում ապահովագրությունը եւ դա վնասակար է եւ մեր համակարգը պիտի դա կանխի։ Հաջորդիվ, արդյոք մեր ծավալները բավարար են, այո, հենց մենք գնում ենք եռամյա փուլային ներդրմանը, որպեսզի զուգընթաց ծավալները եւ բժշկական կենտրոնները կարողանան այս ծավալները համահունչ ընդունել։ Հաջորդիվ, այո, ես նշեցի տարեկան գումարը, այդ գումարը վճարվելու է ամսական ապահովագրավճարի շրջանակներում եւ այսօր էլ, գիտեք, շատ գործատուներ իրենց աշխատողների ապահովագրությունը վճարում են եւ այստեղ էլ օրենքը նույնական թողնում է հնարավորությունը, այո, դա կվճարի գործատուն, թե կվճարի աշխատողը, դա իրենց համաձայնության է։ Եվ ես վստահ եմ, որ գործատուներին շատ ավելի, գիտեք, ձեռք է տալիս իրենց աշխատողների առողջ լինելը, ճիշտ ժամանակին այդ հոգսերը հոգալը եւ որպես նաեւ խթանող երաշխիքներ մեր գործատուները տալիս են։ Իսկ պետությունն էլ նրանց շահութահարկի որոշակի նվազեցում է անում, դա ծախսագրում է։ Այստեղ էլ ես վստահ եմ, որ շատ լավ գործատուները արձագանքելու են եւ շատ պարագաներում վերցնեն իրենց վրա բեռը։ Վիրահատությունների եւ մի քանի։ Այո, գիտեք, նշեմ, մենք կառուցել ենք ալգորիթմներ ախտորոշումների եւ վիճակների մասով։ Թոքաբորբի օրինակով վերցնեմ։ Անձը ունի սիմպտոմներ, ջերմություն եւ այլն եւ այլն։ Առաջին մուտքը նրա իր ընտանեկան բժիշկն է եւ նրա պոլիկլինիկան կամ ամբուլատորիան է։ Այնտեղից արդեն գնահատելով ախտորոշումը, վիճակը, սիմպտոմները, բուժումը կընթանա կամ ամբուլատոր օղակում ըստ մեր ալգորիթմների, կամ եթե ունենք ծանրացում, եթե ունենք հոսպիտալացման հստակ ցուցումներ, ապա կգնա արդեն հիվանդանոցային բուժօգնության, որը եւս ապահովագրությունը կփակի։ Դրա շրջանակներում հիվանդանոցային բուժօգնության մեջ մենք ունենք դեղորայքային ամենօրյա ծախսի շրջանակներ, որ օրինակ
օրական 50,000 դրամից ավել դեղորայքային կարիքը, որը մենք գնահատել ենք, որ շատ բացառիկ դեպքերում, շատ ինչ-որ դեպքերում է լինում, կփակի ապահովագրությունը։ Հավելյալ այլ ուրեմն ծառայությունները, որոնք այս բաների մեջ չեն մտնի չափորոշիչների, արդեն անձը կփակի ինքը կամ մասնավոր ապահովագրությունը։ Այստեղ ուզում եմ շատ հստակ լինի մեր ակնկալիքները։ Տեսեք, մենք մեր համար շատ կարևոր է ոչինչից չմտածել, որ մենք այլևս ամեն ինչ ապահովագրությունը փակում ենք։ Որևէ երկիր նման համակարգեր չունի եւ մեր նպատակն է ապահովել այս պահին անհրաժեշտը եւ տարեց տարի ընդլայնել։ Դուք չնշեցիք սոցիալական շահառուների միջազգային մինչև 200,000 դրամ ստացողները ինչ է լինելու եւ եթե կարելի է Արցախից տեղահանվածները, եթե նրանք չեն հիմնել եւ չեն ստացել Հայաստանի անունը։ Այո, ես ընդհանուր սկզբունքը ասեմ, որ քանի որ մենք անցնում ենք փուլային ներդրման, ամեն փուլի շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր որ դեռ չեն մտնում համակարգ, շարունակում են օգտվել նախորդիվ, եթե ունեցել են երաշխիքներ այդ երաշխիքներից, եթե չեն ունեցել պետպատվերի որոշակի ծավալ, չի փոխվում նրանց կյանքում որևէ բան։ Այսինքն, մենք 3 տարվա ընթացքում այս պետպատվերի համակարգից պիտի անցում կատարենք ամբողջական ապահովագրության համակարգ։ Ընթացքում խմբերը ավելանալով պետպատվերը կփոքրանա, վերջում կգա արդեն զրոյական, եւ մենք 2028 թվականին կունենանք ընդամենը 2 մոդել՝ ապահովագրական փաթեթ եւ այն դեպքերում, երբ որ օրինակ անձը ռեզիդենտ չի լինի, կամ բացառիկ դեպքեր, երբ որ չի ունենա ապահովագրական փաթեթ, նվազագույն ծառայություններ։ Էսա մեր մոդելը, որին գնում ենք։ Եվ այս սկզբունքի մեջ տեղավորվում են բոլորը։ Ուրեմն այն բոլոր անձինք, ովքեր 200,000 դրամից ավել են ստանում սոցփաթեթի շահառու են, կընդգրկվեն ապահովագրության մեջ, այն անձինք, ովքեր դեռ այս խմբի մեջ չեն, կշարունակեն օգտվել այն մյուս կտորից։ Սա է սկզբունքը լինելու։ Որը որ 200,000 դրամից ցածր ստանող անձանց համար, եթե այդ անձը հաշմանդամություն չունի, սոցխումբ չունի եւ այլն, նրա կյանքում որևէ բան չի փոխվում։ Ինչպես այսօր էր, այդպես էլ կլինի 2026 թվականին։ Այն խումբը, որը 200,000-ից ցածր է աշխատավարձ ստանում, եւ սոցիալական ոչ մի խմբում չկա, շարունակել է վճարել իր բուժօգնության համար, այսինքն այստեղ պետական աջակցություն չկա։ Այսօր կա պետական աջակցություն։ Ես հարցնում եմ ապահովագրություն, երբ որ սկսի գործել, այս խմբի համար ոչինչ չի փոխվելու։ Այս խմբի համար այս խումբը ներառվելու է ապահովագրության մեջ 2027 թվականի, 2028 թվականի։ Իսկ նրանց համար ինչ է նախատեսվում, այսինքն գործատուն է վճարելու, պետությունն է վճարելու, իրենք գալով արդեն այն թեմային, թե 200,000 դրամ ստացող անձանց համար ֆինանսական այն անձինք, ովքեր առաջին փուլով են ներառվելու, ինչպես է այս ֆինանսական բեռը նաև պետությունը առաջին տարվա համար եւ հետո էլ ըստ մեր բյուջեի հնարավորությունների դա արդեն ամեն տարվա բյուջեի մասին օրենքում կսահմանվի։ Ինչպես է մեղմելու, սա շատ կարեւոր է։ Մեր ուրեմն օրենսդրական փաթեթի մեջ դուք կտեսնեք, որ ներառվել է զինապահ հիմնադրամին ուղղվող մեր ամսական վճարների շրջանակներում որոշակի հատվածը, այս մասով էլ հաշվարկները ներառված են փաթեթի, ուղղել դեպի առողջության ապահովագրության փակելուն։ Ինչ ենք մենք արել, ժողովուրդ ջան։ Փորձել ենք մարդու այսօր արդեն արվող ծախսը, որը նա արդեն իսկ անում է այսօր, նրան տալ հնարավորություն, որ նա այդ ծախսը անի առողջության համար, որովհետև զինապահի հիմնադրամի հաշվարկները եւ այն ինչ որ մենք վճարել ենք եւ այն իրավիճակը, որ մենք ունենք այսօր, մեզ դա թույլ են տալի։ Ես ուրեմն սա ուզում եմ շատ շեշտադրել, որ սա շատ կարեւոր հնարավորություն է, որ մեր քաղաքացիները, երբ որ համակարգ առաջին տարին է, նոր է սկսելու գործարկվել եւ իրենք առաջին անգամ պիտի ներառվեն ու օգտվեն, կառավարությունը որոշել է, որ այդ
ֆինանսական բեռը հնարավորինս մեղմվի։ Հաջորդ տարիների բյուջետային միջոցներով, ամեն տարվա բյուջեով կսահմանվեն սուբսիդավորման ուրեմն արդեն առանձին հնարավորություններ։ Տեսեք, երկու մոտեցում կա, կամ անել միանգամից բոլորի համար ամեն ինչ, կամ անել հերթով 3 տարվա մեջ, բայց անել, եւ մենք գնացել ենք այս ճանապարհով, որ պետք է սկսել խումբ անել, որովհետեւ մեր պետության հնարավորությունները բյուջեն այդքանն է թույլ տալիս եւ լուծումը տալ 3 տարվա մեջ, քան թե սпасել մի իրավիճակի, երբ որ կունենանք 100% անելու ամեն ինչ հնարավորություն եւ այս ա եղել խնդիրը, որ 20 քանի տարի չի եղել։